Նորին սուրբոձություն դեր արամարաչին վեհապար հայրաբեդը Քուեյթահայության հետ իր առաջին հրաբարագային հանդիպումը ունեցավ երեքշաբթի 16 մայիս 2017-ի երեկոյան ազգային վարժարանի շրջափակեն ներս, ուր վեհապար հայրաբեդը բադվո շքերթով եւ հոմենըթմենի փողերախումբին առաջնորդությամբ մուտք գործեց ազգային վարժարան եւ աղուհացի ավանդական օրտնուտենեն յետք խումբ մեջահագիր հոմենըթմենականներու առաջնորդությամբ իր օրտնությունները փոխանցեց զինք թիմավորող հոծ բազմության։ Քուեյթի եւ Հայաստանի Հանրապետության զույգ քայլերներով բացված հայտարարվեցավ հանդիսությունը, որ մեյետ օրվան հանդիսավար Մարալ Համբոյան Փարի Քալստյան իր խոսքով լուսարձակի դագարավ մայիսյան հաղթանակները, ասելով, որ ահավասիկ մայիս է, հաղթական մայիսը, ուրախանալու եւ դոնելու մեր հաղթանակները, եւ ասավ ու ամենևին բադահականություն չէ, որ 6 տարիներ առաջ մայիսի այս օրերուն այս նույն հարգեններս մենք փարաշուկ հանդիսություններով նշեցինք Քուեյթի ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանը հովանավորությամբ եւ օրտնապեր ներկայությամբ նորին սուրբոձություն դեր արամարաչին վեհապար հայրաբեդին։ Աբա մեծարելով վեհապար հայրաբեդին ավելի քան 20 տարվան փեղուն գործունեությունը հաստատեց, որ ան եղած է ու գմնա մեր եկեղեցական ու ազգային իրավունքներու պաշտպան թրոշագիրը իր համադարած գործունեությամբ իմաստուն միտքերով եւ հոգեշնչող պատկամներով ան առաջնորդ է մեր ժողովուրդը թեպի բայձար աբական զինք հերուբայելով դակնապները, որում վար աբացույցը այսօրվան մեր հաղթանակն է Սրբոց Վարդանանց եկեղեցվո գալվածի սեփականությունն է, որուն համար մեծապես երախտաբար դենք վեհապար հայրաբեդին իր ցուցաբերած աջակցության հայրական թելատրանքներուն եւ հետեւողական աշխատանքներուն։ Ան առաջնորդողի եկեղեցվո ժողովրդին ծառայողի հայության թիմակրաբած հարցերուն եւ եկեղեցվո ցայնին մշտական ներկայությունն է։ Նորին սրբությունը ծառայական գործունեություններով ծաղկեցուցած է Գիլիգիո գաթողիկոսությունը, դարձած է շինարար, մեծապես նպաստած է հայթադի Հայաստանի եւ հայ ժողովրդի բարելավման եւ հարաճտիմության աշխատանքներուն։ Գեղարվեստական հայդակրին առաջին բաժինով ելույթ ունեցան Սուրբ Վարդանանց եկեղեցվո գիրակնորիա վարժարանի սաները իրենց ուսուցչական գազի ընկերակցությամբ, հաջորդաբար ներկայացնելով գիրակնորիայի քայլերքը Փարի գեղեցիկ եւ օրհներ հայրաբեդականը։ Աբա երազին երգիր երկը մեամիկ ցայնով հնչեց Լիլա Գարաբեդյանի գդարողությամբ Տաշնամուրի ընկերակցությամբ Հայգուի Պազյանի։ Քուեյթահայությունը եւ հայ եկեղեցին խորակրյալ դեսերիզի ցուցադրությամբ ներկաները իրազեկ դարձան Քուեյթահայ համայնքի գազմավորման պատմական հոլովույթին, որու ընդմեջեն համաբարփակ ձևով ներկայացվեցավ Մեծդան Գիլիգիո գաթողիկոսության իրերը հաջորդ քաղաքալներուն Քուեյթահայության իննբաց տարած անխոնջ աշխատանքը հասնելով մինչև 2017 թվական։ Գևորգ Թեմամյան ճշմարտություն երկով հանդես եկավ փոխանցելով հայրենասիրական չերմ ապրումներ։ Ժաքսե Հակոբյանի հաղթերկություն բանաստեղծությունը իր խորի մաս թելադրականությամբ մատուցվեցավ Մարիա Սարգսյանին գոմե։ Հայդակրի վերջին բաժինով ելույթ ունեցավ համազգայնի Պարսեղանաչյան երգչախումբը խմբավարությամբ Ջորջ Արաբաթլյանի, Տաշնամուրի ընկերակցությամբ Հայգուի Պազյանի եւ Չուտագի նվագակցությամբ Տամար Թեմամյանի։ Աբապեմ հրավիրվեցավ Քուեյթի եւ շրջագայից հայոց թեմի առաջնորդ Կերաբադիվ Դերմասիս Ծայրակույն Վարդապետ Զոբույան փոխանցելու իր սրդի խոսքը։ Կերաբադիվ հայր սուրբը իր որդիական երախտագիտությունը հայտնեց վեհապար հայրաբեդի ժամանման ուրախարիթով եւ մատնանշեց, որ այս հովաբեդական պատմական այցելությունը իր յուրահատուկ դրոշմը պիտի թողու Քուեյթահայության սիրտին, հոգին ու միտքի մեջ եւ հաջորդող սերունդները պիտի հիշան մեր իրականության մեջ արձանագրված կարևոր այս իրադարձությունը, որով նորին սրբության նախագահությամբ եւ ծերամբ պիտի գդարվի Սրբոց Վարդանանց նորագարույց եկեղեցու օձումն ու ազգային առաջնորդարանի բացման հանդիսությունը։ Ավարտին սրդի անհուն պերգրանքով պեմ հրավիրեց վեհապար հայրաբեդը փոխանցելու իր պատկամն ու հայրական օրհնությունները։ Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, մենք չանկանք, դեռ գկանք։ Երբ դազանքը ահազանքը, որ մեր հոգու բարդ կդանք։ Սարտարաբադ հաղթերքին սույն պարերու մեջ բերումով վեհապար հայրաբեդը իր պատկամը փոխանցեց ներկաներուն ասելով. Այս պարերու մեջ խդացված են մեր ժողովրդի հավատքը, գամքը, հույսը ու դեսիլքը։ Մեր պատմության արհավիրքներուն դիմաց հավաքական հավատք, վճռագամություն ու դեսիլք եղած է եւ մարդկության թադերապեմին վրա մնացած ենք այս ոգիով, այս վճռագամությամբ, ինչպես քիչ առաջ արտասանված Ժաքսե Հակոբյանի բանաստեղծության մեջ հեշտեց, որ նահանջին դեմ աննահանջենք, ինչպես նաև 5-րդ դարու Եղիշե Բադնիչ ասած է, այս հավատքեն մեզ ոչ ոք կրնա խախտել։
Հավատքը սովորական իմաստով սկացական վիճակը չէ։ Հավատքը ժողովրդին լինելության, հոգեխառնության ժայթքումն է։ Մեր պատմության այս ճակատագրական հանքրվանին Հայաստանի տեսփյուրքի մեջ մեր ժողովուրդը գոչված է նույն ոգին, նույն հավատքը ցուցաբերել։ 6 տարիներ առաջ, ինչպես կհիշեք, այս թեմին վրա կանգնած ես կսիտ եկեղեցի պիտի շինեք։ Ձեր թեմքերում վրա 6 տարիներ առաջ անորոշության, հուսահատության, կասկածի ալիքներ կային։ Սակայն լսեցիք, ոչ թե իմ ցայնս, այլ Աստուծո ցայնը։ Լսեցիք մեր պատմության ցայնը, մեր նահատակներում ու սուրբերում ցայնը։ Եվ հավատացիք, թե եկեղեցին մեզ համար սովորական շենք չէ, այլ մեր ժողովրդի ամփոփչականությունը, միասնականությունը, հավատքը, հույսը իր մեջ խտացնող Աստուծո կենդանի ու կենդանարար ներկայությունն է մեր ժողովրդի կյանքի մեջ։ Լսեցիք և պատկանը աստվածային կյանքի վերածեցիք։ Եվ այսօր 6 տարիներ հետո երբ կնային ձեր թեմքերում այս անգամ կտեսնեմ ուրախության և արդար հպարտության նշանները։ Ապրիկ, հազար ապրիկ, ուղեկի հայություն։ Աբավեապար Հայրապետը անդրադառնալով զինք շրջաբադող ազգային վարժարանի աշակերտուհիներուն ըսավ։ Հետևաբար, մեր ժողովուրդը հատուկ ուրախությամբ պետք է ողջունե նոր սերունդը։ Բոլորս միասին պետք է մեր զավակները դաստիարակենք, գազմավորենք մեր ժողովրդի ոգեղեն արժեքներով, մեր քրիստոնեական հոգևոր ու բարոյական արժեքներով, մեր ազգային ցկդումներով, մեր բանջարդիրական կամքով։ Հայ դպրոցը այս առաքելության է լծված։ Դուք եկեղեցի կառուցեցիք, բայց այլևս ժամանակն է, որ այս դպրոցը ծաղկեցնեք։ Դուք ձեր հավաքական աշխատանքով, հավաքական նվիրումով ու հանձնառությամբ եկեղեցի շինեցիք եւ այդ եկեղեցին ձեր դունն է, ասկին դունը։ Հսկա իրագործում է։ Մեծ իրագործումները հավաքական հավատքի, նվիրումի, վճռականության եւ նպատակասլաց աշխատանքի արդյունք են։ Քուեյթի հայության համար նման իրագործումը բացառիկ երևույթ է, որ կբարդին ցեզի։ Այս արիտով իմ փապակս է, որ վերանորոգման դարվան մեջ մեր բոլոր գառույցները վերանորոգվին։ Մենք բոլորս գարիք ունենք վերանորոգման, գարենալ թիմակրավելու մեր թեմ ծծված բոլոր տեսակի դժվարությունները, միշտ կարճելով մեր ազգային հիմնական արժեքներուն։ Ներկա աշխարհի պայմաններում մեջ մեր բոլոր կարողականություններով եւ հավաքական կյանքով պետք է վերանորոգվենք։ Հանդիսության փակումը կատարվեցավ Գիլիկիա Քայլերկով։